Ըստ այդմ մեր ուշադրությունը պետք է լինի թե հյուսիս-հարավ, թե արևմուտք արևելք հաղորդակցական ուղիների նկատմամբ։ Շնորհակալություն։ Հայրակ իրական։ Շնորհակալություն։ Ինձ հետաքրքիր է այն մտահոգությունները, որոնք առկա են փորձագետների, իրանագետների մոտ կապված տարածաշրջանում հնարավոր լարվածության Հայաստանին սպառնացող վտանգների վերաբերյալ, որքանով են դրանք իրատեսական, ինչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի եւ سوالش این هستش که شما چقدر این در واقع تحلیل ها رو حقیقی میدونید و امکان تحقق اونها وجود داره این خطرها وجود داره Դուք խոսեցիք միջազգային հանրության արձագանքի վերաբերյալ, որքանով են դրանք այս պահին տեղ ստացված, արդյոք արձագանքը համարժեք է այն իրադարձության, այն զարգացումներին, որոնք տեղ են ունենում, այդ թվում նաև Հայաստանի իշխանությունների ողջերտ քաղաքականության վերաբերյալ ձեր դիրքորոշումը։ جناب اشاره کردیم به واکنش‌های بین‌المللی. سوالش این هستش که تا چه حد این واکنش‌ها رو متناسب می‌دونید و آیا تأخر در واقع این رویدادها واکنش بین‌المللی نشان داده شده یا خیر و موضع ارمنستان نسبت به ایران که مطرح شده چقدر اون رو متناسب و در واقع به جا می‌دونید. ببینید عرض کردم که این اقدام تجاوزکارانه تهدید صلح و امنیت منطقه‌ای و بین‌المللی هست. Տեսեք, իմ կարծիքով այս ագրեսիան եւ այս գործողությունները վտանգում են անմիջականորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը եւ խաղաղությունը։ تداوم این وضعیت می‌تواند برای همه کشورهایی که در پیرامون هستند بالاخره شرایط نامساعد رو فراهم بکنه. Եվ իհարկե այս գործողությունների շարունակականությունը եւ եթե դրանք շարունակվեն, ապա այս տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծի ոչ բարենպաստ պայմաններ։ اونهایی که این تجاوز رو انجام دادن علیه کشور ما غیر مسئولانه ترین رفتار رو در قبال حفظ ثبات و صلح در سطح بین‌المللی و در سطح منطقه‌ای مرتکب شدن. Նրանք, ովքեր իրականացրեցին այս գործողությունները մեր նկատմամբ, ամենաոչ պատասխանատու կերպով վտանգի ենթարկեցին թե տարածաշրջանային եւ թե միջազգային կայունությունը եւ խաղաղությունը։ امنیت کشور دوست و برادر ما ارمنستان برای ما فوق‌العاده مهمه. Մեր բարեկամ Հայաստան եւ հարևան Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մեզ համար չափազանց կարեւոր է։ تمامیت ارضی ارمنستان هم خط قرمز ماست. Եվ Հայաստանի տարածքային ամբողջականությունն էլ մեր համար կարմիր գիծ է։ و آرزو می‌کنیم که هرگز ارمنستان از این وضعیتی که این نقض کنندگان قوانین بین‌المللی ایجاد می‌کنن هرگز هیچ آسیبی بهش نرسه. Եվ իհարկե մեր ցանկությունն է, որպեսզի Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի այս միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով։ در مورد واکنش‌های بین‌المللی واکنش‌ها اصلا متناسب نبود. Միջազգային արձագանքի վերաբերյալ կարող եմ ասել, որ դրանք տեղին եւ ստացված չէին։ تعداد زیادی از کشورهایی که داعیه قانون و حقوق بین‌الملل اینها دارند در مقابل تجاوز بی‌شرمانه‌ای که علیه جمهوری اسلامی ایران تجاوز بدون توجیه بدون دلیل که انجام شده سکوت کامل اختیار کردند. Այդ երկրներից շատերը, ովքեր որ խոսում են օրենքի եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերից, այս հարձակման, այս ագրեսիայի դեպքում, որը որ ոչ մի արդարացում չունի եւ իրականացվել է առանց որևէ պատճառի, լիարժեք լռություն պահպանեցին։ در حالی که کشورهای مختلف اروپایی از رفتارهای قانونشکنانه و خودمحورانه آقای ترامپ واقعا کلافه و خسته هستند ولی در مقابل این اقدام تجاوزکارانه که در ادامه همون رفتارها هست فقط نظاره‌گر Նույնիսկ անեվրոպական մի շարք երկրները, ովքեր որ արդեն հոգնել են Թրամփի այս օրինազանց պահվածքից եւ վարվելակերպից, այս պարագայում, այս գործողությունների պարագայում, որոնք որ ուղիղ շարունակությունն են եւ արդյունքն են այդ օրինազանց պահվածքի, ուղակի դիտորդի դերում էին։ و چه بسا بعضی از اینها در خفا و در پنهان حتی حامی این جریان تجاوزکارانه باشند.
Եվ նույնիսկ նրանցից ոմանք էլ թեկուզ թաքուն ծածուկ կերպով, սակայն աջակցում են այս ոչ օրինական եւ ագրեսիվ գործողությունը։ در مورد ارمنستان صبح امروز مکالمه تلفنی بین وزیر خارجه ما و وزیر خارجه ارمنستان انجام شد. Հայաստանի հետ կապված հարցին ի պատասխան կարող եմ ասել այսօր առավոտյան տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարների հեռախոսազրույցը, که آقای میرزویان در این مکالمه تلفنی مراتب تسلیت رو نسبت به شهادت مقام معظم رهبری و شهروندان ایرانی ابلاغ کرد. Եվ այս հեռախոսազրույցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արադ Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի, ինչպես նաև իրանցի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։ و اعلام کردن که برای هر گونه کمک انسانی اگر ضرورت پیدا کرد ارمنستان آماده است. Եվ նաև պարոն Միրզոյանը նշեց, որ ցանկացած մարդասիրական անհրաժեշտ օգնության պարագայում Հայաստանը պատրաստական է դա ցուցաբերել Իրանի։ همچنین نخست وزیر ارمنستان آقای پاشینیان امروز پیام تسلیتی رو خطاب به رئیس جمهور ما صادر کردند. Նաև այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս իր ցավակցական ուղերձն է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանին։ پیام‌های زیادی از همبستگی، همدردی و همراهی رو از جامعه مدنی ارمنستان، از شخصیت‌ها، از فعالان مدنی و از افراد مختلف در جامعه ارمنستان و دوستان ایران دریافت کردیم. Այս ծանր օրերին մենք ստացանք բազմաթիվ ցավակցական, ինչպես նաև վշտակցության եւ համերաշխության ուղերձներ Հայաստանի քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների, ակտիվիստների, ինչպես նաև տարբեր շրջանակներ ներկայացնող անձանցից, թե Հայաստանում, թե Իրանում։ که انتظارم جز این نیست چون دو ملت ایران و ارمنستان همیشه دوست و همراه هم بودن. ما در سختی‌ها باید در کنار هم باشیم. Ինչը որ մեզ համար առհասարակ զարմանալի չէ, քանի որ հայ ժողովուրդը եւ Իրանի ժողովուրդը երկու բարեկամ ժողովուրդներ են, որոնք որ ծանր օրերին միշտ իրար կողքին պետք է լինեն։ فقط من اظهار تأسف می‌کنم از تعداد بسیار کمی از تحلیلگران که همون حرف‌های بی‌ربط و بی‌منطق جریان غربی رو در ارمنستان علیه جمهوری اسلامی ایران تکرار می‌کنند. Սակայն ես չեմ կարող չարտահայտել իմ ափսոսանքը մի խումբ վերլուծաբանների կողմից ներկայացված ոչ տրամաբանական եւ ոչ այնքան հիմնավոր խոսքերի վերաբերյալ, ովքեր որ շարունակում են արևմտյան տեսլականը Հայաստանում։ من نمی‌دونم انگیزه و ریشه این نوع اظهار نظرها و تحلیل‌های اینها چی هست ولی بهشون توصیه می‌کنم که از این مسیر غلط و اشتباه دست بردارید. Ես չեմ կարող հասկանալ նմանօրինակ պահվածքի եւ արվելակերպի մոտիվները, թե ինչով են նրանք մոտիվացված, սակայն կարող եմ նրանց խորհուրդ տալ, որ դուրս գան եւ փոխեն այս սխալ ուղղությունը։ ما و شما با هم دوست هستیم. Մենք եւ դուք բարեկամներ ենք։ بنابراین اینکه بعضی از تعداد قلیلی از تحلیلگران بیان حرفای صهیونیست‌ها رو تکرار بکنن فقط مایه تأسف است. Ուստի մեզ համար ուղղակի ափսոսանք է առաջացնում այն, որ մի խումբ վերլուծաբաններ պարզապես կրկնում են սիոնիստական տեսակետները։ البته یک جریان بسیار بسیار اقلیت هستند. Սակայն իհարկե սա կարող ենք ասել, որ փոքրամասնություն է կազմում եւ շատ քիչ թվականակ է այս վերլուծաբանները։ Շնորհակալություն։ تا بودی